Ոստիկանության տվյալներով 2024 թվականի համեմատ 2025 թվականին ապօրինի թմրաշրջանառության դեպքերը Հայաստանում աճել են 614-ով կամ 20.4%-ով, 3017-ից հասնելով 3631-ի։ 2025 թվականի կտրվածքով հարգելի լրագրողներ, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ պարգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ։ Սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի տեսանկյունից, որովհետև այստեղ ոչ թե մենք գնացել ենք մանր չափաքանակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբաքանակների հետևից եւ արձանագրել ենք հիմնականում ներմուծման դեպքերի մասով ավելի մեծ խմբաքանակի արգրավում որպես այդպիսին եւ ռազմավարական մոտեցումը շատ սինխրոն իրավապահ ամբողջ համակարգում կարողացել ենք տեղ հասցնել եւ այս պայմանությամբ նմանատիպ լավ արդյունքային ցուցանիշներ ունեն։ Այս տարեսկզբից ըստ Dataalex համակարգում արկա տեղեկատվության թմրանյութերի օգտագործմանը, իրացմանն ու տարածմանն առնչվող 56 քրեական վարույթ է դատարան ուղարկվել։ Դեպքերի զգալի մասում դատարանը որպես պատիժ սահմանել է տուգանքը, որոշ դեպքերում ազատազրկում 3 տարի ժամկետով։ Նախորդին ազգային ժողովը երկրորդ ընթերցման հավանություն տվեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին, որով խստացվեց թմրանյութերի արտադրության, ձեռքբերման, տարածման եւ իրացման համար սահմանվող պատիժը։ Մեղավորներին նախկին 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կսպառնա 5-ից 10 տարով ազատազրկում, իսկ անչափահասների մասնակցությամբ կամ նրանց շրջանում թմրամիջոց տարածելու դեպքում կսահմանվի ավելի խիստ պատիժ՝ 8-ից 15 տարի ժամկետով ազատազրկում։ Կախվածությունների ոլորտի մասնագետ Սուրեն Նազինյանն օրենսդրական այս փոփոխությունը դրական է գնահատում։ Ասում է, անչափահասներին թմրանյութ վաճառողները կործանում են երիտասարդների ապագան, հետևաբար պետք է խիստ պատժի արժանանան։ Արդարացի է համարում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրանյութի վաճառքով զբաղվողների նկատմամբ խիստ պատժի կիրառումը։ Մասնագետը սակայն նշում է, միայն պատժի խստացմամբ հնարավոր չէ երկրում նվազեցնել թմրամիջոցների շրջանառության թվերը։ Օրենսդրական փոփոխություններն ու նաև մեր իրավապահ մարմինների քրտնաջան աշխատանքը բավարար չեն թմրամիջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար։ Հասարակությունը պետք է միասնական լինի եւ յուրաքանչյուր գերատեսչություն, նույնիսկ ռազմավարությունը, որ գրեթե 1 տար առաջ հաստատվել է, յուրաքանչյուր գերատեսչություն իր համար նախատեսված դրույթները լիարժեքորեն կատարի։ Ասեմ, որ ռազմավարությունը շատ լավն է, ինքը նույնիսկ դրական գնահատականի արժանացել Միավորված ազգերի կազմակերպության ՄԱԿ-ի թմրամիջոցների հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից, ու դա բավականին լավ է իհարկե, մնում է այդ կետեր ուղղակի կատարել։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա դրությամբ հաշվառված է թմրամիջոց եւ հոգեմետ դեղեր օգտագործող 7941 անձ, որոնցից 6-ը դեռահասներ են։ 2024 թվականին հաշվառված է եղել 7801 անձ, 2023 թվականին 7772 անձ, 7 դեռահաս։ Վիճակագրությունն ինքնին ցույց է տալիս այս մտահոգիչ թվերի տարեստարի աճող դինամիկան։ Այս թվերը սակայն կախվածությունների ոլորտի մասնագետ Սուրեն Նազինյանի խոսքով դեռ չեն արտացոլում իրական վիճակագրությունը, թե Հայաստանում քանի քաղաքացի է թմրանյութ օգտագործում եւ նրանցից քանիսն են անչափահաս։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառվում են միայն այն քաղաքացիները, որոնք կամ ինքնակամ են դիմել բուժման, կամ էլ իրավապահների գործողությունների արդյունքում նրանց օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել եւ նրանք հայտնվել են կենտրոնի տեսադաշտում։ Մենք պետքա ցավալորեն փաստենք, որ իրական նարկոլոգիական ծառայությունը իրական պատկերը չի արտահայտում, որտեղ բազմաթիվ անձինք, թե անչափահասներ, թե երիտասարդներ, թե մեծահասակներ ուղղակի դուրս են մնում նարկոլոգիական ծառայության տեսադաշտից։ Ինչ վերաբերում է իրական թվերին, մենք ընդհանրապես ամբողջ ազգաբնակչության եւ նաեւ անչափահասների շրջան տարածվածության մասին չենք կարող խոսել, քանի դեռ մեր երկրում չի իրականացվել միջազգային ստանդարտներին համապատասխանող համահանրապետական հետազոտություններ։ Այդպիսի հետազոտություններ գոյություն ունեն, այդպիսի լավ, այսպես ասած, առաջադեմ մեթոդաբանություններով իրականացվող, որոնց իրականացման արդյունքում մենք կարողանում ենք պատկերացում կազմել թե ընդհանուր ազգաբնակչության շրջան թմրամիջոցների տարածվածության վերաբերյալ, թե նաև օրինակ այդ հասման միջոցով 16 տարեկան դեռահասների շրջանում։ Իսկ ինչպես են դեռահասներն ընդհանրապես ներքաշվում թմրաշրջանառության այս ապօրինի օղակ։ Նազինյանի խոսքով չափազանցված են տեղեկությունները, թե դպրոցներում են շրջանառվում թմրամիջոցները։ Ուզում եմ հատուկ նշեմ, որ դպրոցներում տարածվելու իմաստով իհարկե դա խիստ չափազանցված է այդ խոսակցությունները։ Այլ հարց է, որ ցավալիորեն իհարկե դեռահասներին հասանել է դարձել թմրամիջոցները, բայց իհարկե դե դպրոցներից դուրս։ Օրինակ տարիներ առաջ դեռահաս քաղաքացիներ չէին հայտնում նարկոլոգիական ծառայությունների ուշադրության կենտրոնում, այսինքն չէին դիմում բուժման նպատակով կամ իրանց օրգանիզմի կենսամիջավայրում չէր հայտնաբերվում թմրամիջոց հանդիսացող նյութ։ Ես խոսում եմ տարիներ առաջվա մասին, հիմա տեսնում ենք ինքներս էլ, որ արդեն մի քանի դեպք կա, չէ՞ հաշվառված։ Դա փաստում է, որ իհարկե դեռահասներին հասանել է դարձել։ Իսկ եթե մենք հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ շատերը տեսադաշտից դուրս են մնում, իհարկե մենք պետք է նաև համոզված պնդենք,
որ թմրամիջոց գործածող դեռահասների թիվը Հայաստանում վստահաբար 7 կամ 8 չի, էլի։ Ինչ վերաբերում է թե դեռահասը ոնց է ներքաշվում թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը, տարբեր է։ Իհարկե ամենատարածված եղանակը դա է, երբ որ իրան կողքից խորհուրդ են տալիս օրինակ թմրամիջոց օգտագործել։ Որպես կանոն թմրամիջոց օգտագործողները նոր անձանց են փորձում ներքաշել այդ ցանց նրանց ֆինանսական միջոցներին նույնպես հասանելիություն ստանալու նպատակով։ Բժշկի խոսքով Հայաստանում ավելի շատ բնական ծագման թմրամիջոցներն են տարածված, սակայն սինթետիկ թմրամիջոցների շրջանառություն էլ է առկա։ Թմրամիջոցի գայթակղությանն ավելի հաճախ դեռահաս կամ երիտասարդ տղաներն են տրվում, ովքեր դեռևս որպես տղամարդ ձևավորման շրջանում են։ Մասնագետի խոսքով նրանց այդ ամենից հետ պահելու մեջ կարևորագույն դեր ունեն ընտանիքի անդամները։ Ծնողներ են մարդիկ, որոնք իրանց երեխային լավագույն կերպով են ճանաչում։ Շատ արագ իր վարքի փոփոխությունները կարող են նկատել։ Դրանից հետո իհարկե ոչ թե ինչ-որ բաժիշ գործողություն է իրականացնել, այլ ուղղակի խոսել երեխայի հետ, երեխային հնարավորություն տալ բացվելու, պատմելու, որովհետև բաժիշ գործողություններով միշտ չէ որ կարաս օգնես։ Պետք է ծնողը երեխայի նկատմամբ ոչ միայն ուշադիր լինի, այլ նաև այսպես ասած հոգատար եւ փոխհարաբերությունները կառուցի ավելի առողջ եւ այսպես ասած արդյունավետ։ Թմրամիջոցների շրջանառությունը նվազեցնելու լավագույն տարբերակը մասնագետի խոսքով հանրությունում թմրանյութերի եւ մարդու օրգանիզմի վրա դրանց ունեցած ազդեցության մասին իրազեկվածության բարձրացումն է։